How are you? Still light. Thank you, please. Մոգեսալմեպիտ დღეს თბილისში მასპინძლობთ ჩვენი მეგობარი სომხეთის Ողջունում եմ, այսօր Թբիլիսիում հյուրընկալում ենք Հայաստանի Հանրապետության արտգործնախարար պարոն Միրզոյանին։ Շնորհակալ եմ, որ նման հնարավորություն է ինձ տրվել, շնորհակալ ենք, որ այցելել եք Վրաստան, մեզ համար հաճելի է մեծ պատիվ է ձեզ հյուրընկալել մեծ պատասխանատվությամբ Վրաստանում։ Վրաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները փոխադարձ հարգանքի մեծ պատմությունը եւ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը կայուն հիմքեր ունի, այդ պատճառով 2024 թվականից մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը դրա արտացոլանքն է։ Նախորդ տարին բավականին դինամիկ էր, մեր երկրների միջև բազմաթիվ հանդիպումներ, այցեր են իրականացվել եւ մենք ենք այցելել եւ մենք ենք ընդունել մեր հարևան երկրի ներկայացուցիչներին, վարչապետը Հայաստանի Հանրապետության վարչապետը ներկա գտնվեց Մետաքսի ճանապարհ համաժողովին, սպասում ենք նախագահի այցին եւ համարձակ կարող ենք ասել, որ մեր ժողովուրդների բարեկամությունը, մեր երկրների ժողովուրդների կապերը քաղաքական ինտենսիվ արտացոլանք են գտնում, դինամիկ կերպով զարգանում է մեր երկրների հարաբերությունները քաղաքականության, արվեստի, մշակույթի եւ բազմաթիվ այլ բնագավառներում, ինչը մեր երկրների միջև կայուն հիմքի գրավական է։ Եվ դա մեր հարաբերությունների լավագույն իրացման հնարավորություն է։ Մենք խոսել ենք մեր հարաբերությունների ապագա քայլերի, ապագա համագործակցության հարցերի, խոսել ենք մեր տարածաշրջանի մասին, Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրին, այս պատմական համաձայնագիրը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կողմ արված կայուն քայլ է եւ դա տարածաշրջանի երկարաժամկետ կայուն զարգացման հնարավորություն է տալիս։ Վրաստանը միշտ հավատարիմ կատարում էր իր դերը տարածաշրջանի զարգացման մեջ եւ խաղաղ զարգացման մեջ եւ պատրաստ է իր ներդրումն անել ապագա համագործակցության ամրապնդման հարցում։ Այս համատեքստում կուզեմ նշել, որ այս տարի Հայաստանում առաջին անգամ կայացավ եռակողմ հանդիպում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան, որի նպատակը Հարավային Կովկասի երկրների փոխհամագործակցության ամրապնդմանն է ծառայում, հուսով եմ այդ համագործակցությունը կշարունակվի եւ նշանակալի արդյունքներ կբերի տարածաշրջանին։ Հայաստանը Վրաստանի սուվերենության եւ տարածքային ամբողջականության կայուն աջակցող է, դա արտացոլվում է միջազգային մակարդակում, մեր գերատեսչությունները տարբեր ձևաչափերում համագործակցում են եւ կշարունակենք այդ փոխշահավետ համագործակցությունը միջազգային արտակներում։ Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք բազմաթիվ հարցեր,
Վրաստանի եւ Հայաստանի միջև համագործակցության հարցերը, բարեկամության, ռազմավարական գործընկերության շուրջ, եւ դա կարեւոր է ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի բարեկեցության եւ կայունության համար։ Վերջում մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում պարոն նախարարին Թբիլիսի այցի համար։ Մեր բարեկամությունը եւ համագործակցությունը բնականաբար կշարունակվի, որը ինչպես համապատասխան է մեր երկու ազգերին եւ մեր գործընկերության շահերից ելնելով։ Հարգելի տիկին նախարար, սիրելի մանկա, սիրելի գործընկերներ, ես շատ ուրախ եմ կրկին վերադառնալ Թբիլիսի, այս անգամ պաշտոնական այցով եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավանդական ջերմ ընդունելության համար։ Հարգելի գործընկերներ, մենք կարող ենք արձանագրել, որ իհարկե, ինչպես նշեց իմ հարգելի գործընկեր, այս տարի եւս հագեցած էր մեր երկրների միջև երկկողմ շփումներով, ակտիվ քաղաքական երկխոսությամբ, բարձրագույն եւ բարձր մակարդակի այցելությունները պարբերական բնույթ են կրել։ Նախորդ ամիս Թբիլիսիում էր Հայաստանի Հանրապետության վարչապետը մասնակցելու Մետաքսի ճանապարհ միջազգային համաժողովին, շուտով Վրաստան կայցելի Հայաստանի Հանրապետության նախագահը, մեր տարբեր նախարարությունների միջև շփումները ուղղակի եւ համագործակցություն ուղղակի ամենօրյա բնույթ են կրում։ Մեր երկկողմ օրակարգը բազմաշերտ է, ընդգրկելով ակտիվ համագործակցություն բոլոր բնագավառներում, տնտեսությունից մինչև անվտանգություն, կրթությունից եւ մշակույթից մինչև զբոսաշրջություն եւ մարդկանց միջև շփումներ, կապեր, այցելություններ։ Այդուհանդերձ նաեւ որպեսզի չկրկնեմ գործընկերոջս կողմից թվարկված ոլորտներ եւ իրադարձությունները, կենտրոնանամ մի ուղղության վրա, որը ժամանակակից միտումների պայմաններում ստանում է առավել մեծ կարևորություն եւ համապատասխանաբար պահանջում է առավել մեծ ուշադրություն, դա փոխկապակցվածությունն է։ Եվ երբ ասում եմ փոխկապակցվածություն, ես նկատի ունեմ թե մակրո, թե միկրո մակարդակներում։ Մակրո մակարդակում տարածաշրջանում ուրեմն կապուղիների գործարկմանը, երկու երկրների միջև, Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական առևտրային կապերին, իսկ միկրո մակարդակում իհարկե մարդկանց, անհատների միջև փոխկապակցվածություն, առևտրի, գործարարության, աշխատանքի, զբոսաշրջության ոլորտներում եւ այլ ոլորտներում։ Այս փոխկապակցվածությունը իսկապես պահանջված է առավել քան երբևէ եւ հանդիսանում է մեր քաղաքացիների բարեկեցության կարևոր գրավականը։ Մակրո մակարդակում փոխկապակցվածության իմաստով պետք է իհարկե միանգամից նշեմ մեր երկրներից յուրաքանչյուրի եւ ամբողջության մեջ վերծված տարածաշրջանի Հարավային Կովկասի ներուժը փոխշահավետ համագործակցության միջոցով դառնալ կամուրջ ավելի լայն աշխարհագրությամբ այդ փոխկապակցվածության մեջ մեծապես շահագրգռված այլ տարածաշրջանների միջև։ Այս համատեքստում նորություն չէ խաղաղության խաչմերուկ նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության այս նախաձեռնությունը, որը Հայաստանի վարչապետը ներկայացրեց հենց Թբիլիսիում առաջին անգամ, բայց այստեղ նորություն է երևի խաղաղության հաստատման փաստը, խաղաղություն, որը հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներգրավվածությամբ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։ Մենք հավատացած ենք, որ խաղաղության հաստատմամբ, խաղաղության, ինքնիշխանության շարունակական ամրապնդմամբ մեր տարածաշրջանը իսկապես կարող է վերածվել մի խաչմերուկի, կապուղիների, հանգույցի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, այդ թվում Հայաստանի տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի իրականացումը տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնխելիության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների շրջանակներում կապահովեն փոխադարձ առավելություններ եւ ինչը որ ավելի կարեւոր է, տարածաշրջանի երկրների համար խաղաղության, այլ ոչ թե հակամարտության շահավետությունն ու հետեւաբար կայունությունը։ Այս ապաշրջափակում անխոչնդոտ հաղորդակցություն կստեղծի Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ հարևան տարածաշրջանների միջև, այդ թվում Վրաստանին օրինակ կապահովի Պարսից ծոցի հետ երկաթուղային կապով։
Հայաստան-Թուրքիա սահմանին Գյումրի Կարս երկաթուղու բացումը բնականաբար ևս կարող է էական նշանակություն ունենալ այս առումով, վրացական երկաթուղիների հետ դառնալով Եվրոպա կենտրոնական Ասիա կապուղիների շղթայի կարևոր մաս։ Սա է Հայաստանի տեսլական եւ գործնական քայլերի հիմքը։ Հարգելի գործընկերներ, բնականաբար հայ-վրացական ավանդական բարեկամությունը, որ այժմ արդեն իր արտահայտությունն է գտել մեր ռազմավարական գործընկերության փաստաթղթում, կարող է թե նպաստել, թե շահել այս զարգացումներից։ Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է շարունակաբար նպաստենք փոխկապակցվածության ընդլայնմանը, ամրապնդման եւ հակառակը այդ ճանապարհին թույլ չտանք խոչընդոտներ։ Այսօր գործընկերոջս հետ քննարկել ենք այս տեսլականը, այս մոտեցումը եւ կարծում եմ կա երկուստեք փոխշահավետ ըմբռնում։ Բնականաբար տեղյակ ենք գործարար շրջանակների կողմից բարձրացվող խնդիրներից, որոնց հասցեագրման ուղղությամբ ունենք քաղաքական փոխըմբռնում։ Մեր երկու ժողովուրդների միջև ամուր կապը արտահայտվում է նաև մշակույթի միջոցով։ Այս տարի հունիսին Երևանում անցկացվել են Վրաստանի մշակույթի օրեր, առաջիկայում այժմ ընթացքի մեջ են Վրաստանում հայկական մշակույթի օրերի նախապատրաստական աշխատանքները։ Պետք է նշեմ գոհունակությամբ, որ տարբեր ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը զուգահեռ ինտենսիվ է, փոխգործակցությանը զուգահեռ ինտենսիվ է արտաքին գործերի նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը, պարբերական բնույթ են կրում խորհրդակցությունները, շփումները, օֆիցիալ խորհրդակցությունների վերջին նիստը տեղի ունեցել օգոստոսին Երևանում։ Հարգելի ներկաներ, իհարկե մտքեր ենք փոխանակել միջազգային թեմաների շուրջ, քննարկել ենք բազմակողմ հարթակներում գործադիր եւ օրենսդիր ուղղություններով փոխգործակցության հարցերը։ Մյուս տարի գարնանը մենք կհյուրընկալենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին, որի մասնակցության համար վրացական կողմից սպասելու ենք Երևանում։ Եզրափակելով ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել հարգելի նախարար Բոջորիշվիլի այսօրվա քննարկումների եւ Հայաստանի եւ Վրաստանի միջև ռազմավարական գործնական փոխկապակցվածությունը հետեւական առաջ տանելու պատրաստականության համար շնորհակալ եմ։